պետությունը ասում է կներեք, ես վարչապետը ասեց, որ քանի որ չարաշահումներ կան, դրա համար էլ կասեցնենք։ Հետևյալ տրամաբանությունը պետությունը ասում է կներեք, ես չեմ կարողանում առայժմ պայքարել չարաշահումների դեմ, դրա համար ստիպված կասեցնում եմ դուք մի գնացեք հանգստացեք, երբ որ ես նորից կսկսեմ կարողանալ պայքարել այդ չարաշահումներին, նորից ես ի՞նչ է նշանակում, ինչու պետք է ես զրկվեմ հանգստի իրավունքից, ինչ է թե պետությունը չի կարողանում պայքարել չարաշահումների դեմ։ Ուրեմն ընթացակարգերը երևի կան բացեր, որոնք ժամանակի ընթացքում իհայտ են եկել, եւ այդ բացերը շտկելու վերացնելու համար հիմա ժամանակ է։ Բայց քաղցառայողների հաշվին ինչու պետք է ես զրկվեմ։ Ոչ միայն քաղցառայողներ չասենք, որովհետեւ դա մտնում, այո։ Լավ, բայց պետական ծառայողների հաշվին ինչու պետք է նրանք զրկվեն հանգստից։ Իհարկե, այդ հարցը ինչպես ձեզ, այնպես ինձ եւ կարծում եմ բոլորին պիտի մտահոգի։ Ես չեմ կարող ասել շատ հանգիստ ասել։ Դրանից օգտվում էր վարչապետը, նախարարները օգտվում էին այդ։ Ոչ, սոցիալպաթետիկ չենք օգտվում, ես ինքս էլ չեմ օգտվում։ Իսկ դուք տեղյակ եք ինչ չարաշահումներ են եղել կոնկրետ հանգստի բնագավառում։ Որքան ես եմ տեղյակ, քաղաքացիները, այդ թվում հավանաբար ձեր նշած դժվարությամբ եմ ասում, բայց քաղաքացիական ծառայողներ երևի թե նաև նրանց շարքում հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածությունների են եկել, ձևակերպումներ արել, իրականում չհանգստանալով եւ ֆինանսական փոխանցումներ արել այդ հանգստյան տներին։ Իրոք շատ վատ է։ Պարոն Բադալյան, դա չէր նշանակում իրավական դաշտում հարցերի լուծում 1-2 մասնավոր դեպքը փաստորեն բարդվեց ամբողջ։ Մասնավոր դեպք չի։ Այսինքն սա համատարած դեպք է եղել, պարոն Բադալյան։ Մեծ ծավալներ դա ունի եւ կարծում եմ դուք ինձ հետ համաձայն կլինեք, որ պետական միջոցներ են այնուամենայնիվ սոցիալպաթետիկ տրամադրվող միջոցները եւ այդ պետական միջոցների վատում չպիտի թույլ տանք։ Այսինքն առաջիկայում կտեսնենք, հա, Պարոն Բադալյան, թող լիներ պատժվողներ, բայց թող չկասեցնեին ծրագիրը։ Նկատում եմ սա չի ստացվում ինքնանպատակ։ Ես կարծում եմ սա շատ կարճաժամկետ պիտի լինի եւ շատ օպերատիվ պետք է այս խնդիրը լուծվի, որովհետեւ իրոք մարդկանց բարեխիղճ օրինապահ քաղաքացիները այստեղ չպիտի տուժեն, բայց քանի որ ունենք նաև ոչ բարեխիղճ եւ ոչ օրինապահ քաղաքացիներ, մեր օրինապահները պիտի ստիպված։ Պարոն Բադալյան, իսկ հնարավոր է պետ բյուջեն պարզապես գումար չկա եւ այսպես ասած այս պատճառաբանությամբ եք ասացի։ Ոչ, որովհետեւ պետ բյուջեն դա նախատեսված գումար է, այսպես թե այնպես այդ նպատակով հատկացված է եւ կրկնում եմ, այստեղ վատն ուղղակի չպիտի իրոք թույլ տան, որ հանգստյան տները օգտվելով այդ հնարավորությունից, որի մասին ասացի։ Բայց ուղղակի տրամաբանությունը նորից վերադառնալով, ես բարեխիղճ պետական ծառայող եմ, այդ գումարը ըստ ինչպես նախատեսված է ծախսում եմ, պետությունը հայտարարում է, գիտեք, մեր իրավապահ մարմինները չեն կարողանում պայքարել չարաշահումների դեմ։ Դրա համար ես բոլորից զրկում եմ այդ իրավունքից, այդ հնարավորությունից, մինչև որ կկարողանան պայքարել։ Սա նորմալ է, ինչ եք կարծում։ Ոչ թե չեն կարողանում պայքարել, այլ խնդիրը ի հայտ է եկել եւ որպեսզի հողմաղացների դեմ չպայքարեն կանարդյունավետ, կասեցնում ենք, որպեսզի բացերը շտկենք ոչ թե չպայքարենք։ Հիմա համաձայն չեք, որ ավելի ճիշտ չի այսօր իրավապահ մարմինների կողմից գործողություններ, մարդկանց ուրեմն պատիժներ եւ այլն, քան կասեցնենք մի կարճրջան եւ խնդիրը։ Ինչքան ժամանակ է կասեցնել։ Ինչ կասեցում ինչ է ենթադրում։ Չեմ կարող ասել։ 1 տարի մի քանի ավելի շուտ մտածել այդ ժամկետ չհնչեց եւ ես չեմ կարող ժամկետ ասել թե որքան։ Ողջամիտ ժամկետ ինչքան կլինի, պարոն Բադալյան։ Ես ինքս շատ եմ ուզում որ դա լինի հնարավորինս կարճ ժամկետ, անգամ ողջամիտից կարճ ժամկետ։